Այսօր պատիվ ունեմ ձեզ հետ երկնքից Աստծո խոսքով կիսվելու, շնորհակալություն հովիվներից, այս վստահության համար, որ պատիվ ունեմ կանգնելու այստեղ, բայց այնպես որ էլ ասելու բան չմնաց այստեղ։ Այստեղ վկայություններով ամեն բան ասեցին, այսօր իմ թեման դրա հետ կապված է, փառք Աստծուն, որ Սուրբ Հոգին այստեղ է գործում է։ Ես հիշում եմ անցած շաբաթ Հովվես Սամվելին հարցրեց, ասեց ուզում ես այսօր վկայես, ասես չէ մյուս անգամ ես հասկացա, որ նրա համար էր, որ այսօր ես այդ խոսքն էի խոսալու, դրա համար Սամվելը որոշեց այսօր վկայի, փառք Աստծուն իրա համար, որ գործում է մեր կյանքերի մեջ։ Եկեք մի հատ Տերի Տիրոջը փառք տանք։ Այսօր խոսելու եմ Տիրոջ գերբնական լինելու մասին։ Մտա փորձեցի կարդալ գերբնական բառի նշանակությունը ու ինչ գտա։ Գերբնական բառը ինչա նշանակում։ Նշանակում է այն, ինչ գտնվում է չափումների, ֆիզիկական աշխարհի վրա եւ գործում է բնության օրենքների ազդեցությունից դուրս։ Այն ինչը մեր մտքից վեր է։ Գերբնականը դա անգիտակցություն է, սովորական իրականությունից դուրսն է, արտակարգություն է։ Ամեն։ Այսօր մենք երկու հատ գերբնական մեր մտքից վեր արտակարգ ինչ-որ վկայություն լսեցինք։ Ու դա գիտենք, որ դա անողը տերերի տերն էր։ Ու շատ անգամներ մենք գալիս ենք Տիրոջ մոտ, մեր աղոթքների մեջ, այդ գերբնական բառը մենք վերագրում ենք մեր Աստծուն, այո, ու Տերը գերբնական է սիրելիս, ու նրա գործելավոճն է, լինել գերբնական, դա մեր Տիրոջ գործելավոճն է։ Ուղղակի հարցն այն է, որ ճիշտ տեղից սպասում ունենանք, այդ գերբնականը մենք սպասենք ճիշտ տեղից։ Եկեք բացենք Հովհաննես 5-րդ գլուխ, կարդամ առաջի խոսքից։ Դրանից հետո հրեաների տոններ եւ Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։ Երուսաղեմում ոչխարած դռան մոտ մի ավազան կա, որ եբրայերեն Բեթ Հեսդա է կոչվում, որը 5 սրահ ունի։ Դրանց մեջ պառկած էին շատ հիվանդներ, կույրեր, կաղեր, չորացածներ, որոնք ջրերի խառնվելուն էին սպասում, որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանի մեջ եւ ջրերը խառնում, ջրերի խառնվելուց հետո ով առաջինը դրա մեջ մտներ, բժշկվում էր, ինչ հիվանդությունից էլ որ տառապեր։ Այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի հիվանդ էր։ 38 տարի սիրելիս։ Մի ամբողջ կես կյանք կարելի ասել։ 38 տարի ու այդքան ժամանակ այդ մարդը նստած սպասելա, որ ինչ-որ մեկը իրան կիչացնի ջրի մեջ։ Եվ հաջորդ խոսքը 7-րդ, եւ Հիսուսը նրան տեսավ պառկած եւ չիմացավ, որ արդեն երկար ժամանակ է։ Նրան ասաց. ուզում ես իմացավ, ոչ թե չիմացավ, իմացավ, պառկած եւ իմացավ, որ արդեն երկար ժամանակ է։ Նրան ասաց. ուզում ես առողջանալ։ Հիվանդը նրան պատասխանեց. Տեր, ոչ ոք չունեմ, որ ջրերի խառնվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնի։ Մինչ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է։ Չուներ մեկ հարազատ մեկը, որ իրան օգներ։ Մենք էլ ենք, չէ, նեղության մեջ, որ ինչ-որ խնդրի առաջ ենք կանգնում, ինչ ենք անում, առաջինը հիշում ենք մեր հարազատներին, մեր կողքի կանգնած քույր եղբայրներին, մի հատ արագ մեր մարդկայնով սկսում ենք մեր հարցերը լուծել, զանգ ընկերոջը, զանգ քրոջը, զանգ եղբորը, ու ոնց որ Վահեն ասեց, այդ փոթորիկների մեջ պետք է մի հատ խաղաղվել ու հիշել, որ ունենք գերբնական Աստված, գերբնական ամենակարող գործող Աստված։ Այս մարդն էլ 38 տարի հաշմանդամ էր, ապրում էր ու աջ ու ձախ նայելով, ես մի հատ այդ տեսանը պատկերացնում եմ, ինքը պառկած է, իր կողքով լիքը մարդիկ են անցնում, ու ինքը ամեն անգամ հույսով սենց սպասում է մի հատ աջ, մի հատ ձախ նայում անցնողներին, ով իրան ձեռք կմեկնի, ով իրան ձեռք կմեկնի, որ մտցնի այդ ավազանի մեջ, որ ինքն էլ վերցնի իր բժշկությունը։ Մենք էլ այդ մեր երկրային հոգսերի մեջ, երբ որ կորցնում ենք մեր խաղաղությունը, մենք սկսում ենք փնտրել ով կօգնի մեզ, ով կօգնի մեզ։
Բայց սիրելիս, մեր հայացքը պետք է ուղղել դեպի վեր, ոչ թե վար մարդկանց, այլ պետք է դեպի վեր բարձրացնել ու սպասել հարցի պատասխանը երկնքից, մեր գերբնական Աստծոց։ Շարունակենք 8-րդ խոսքը, Հիսուսը նրան ասաց. «Վեր կաց, վերցրու մահիճդ եւ քայլիր»։ Եվ մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր մահիճը եւ քայլում էր, եւ այդ օրը շաբաթ էր։ Այ թե ինչ էր պետք էս մարդուն։ Մի հատ հանդիպում։ Գիտես, այնպես է, որ ես մտածում եմ, ասում եմ, այդ ավազանի մեջ մտնելը, որ ամեն անգամ հրեշտակը գալիս էր, ջրերը խառնում են, դա էլ է գերբնական բան։ Դրա համար էլ է հավատ պետք, որ ոնց է գիտեին, չէ, մարդիկ մտնում էին ու բժշկում էին, դա էլ էր գերբնական, բայց կար ավելի գերբնականություն, ավելի վեր բան։ Ու այդ օրվա այդ ճիշտ հանդիպումը մի հատ ճիշտ հայացք, պարկած տեղից ինքը իր հայացքը ուղղեց Տիրոջը, իրան ձայն տվող Հիսուսին։ Ինչ ես ուզում։ Ու ինքն ասեց. Տեր, ոչ մեկ չկա, որ ինձ ավազանի մեջ գցի։ Ասեց վեր կաց, վերցրու մահիճդ, չնայեց ավազանին այդ մարդը, ինքը իրա պարկած տեղից իր հայացքը ուղղեց վեր, որ ոչ մի անգամ չէր արել, ամեն անգամ սպասում էր, թե կողքից ով կարող է գա ու իրան օգնի։ Մի հատ ճիշտ հանդիպում, գերբնական Տիրոջ հետ հանդիպում ու ինքը բժշկված էր։ Նույն պահին գրված է, իսկույն առողջացավ, իսկույն, գերբնական ձևով առողջացավ, ամեն։ Գնանք առաջ, 10-11 խոսքերում, հրեաները բժշկվածին ասացին, օրը շաբաթ է, քեզ օրինավոր չէ, որ մահիճդ վերցնես, սակայն նա պատասխանեց նրանց, նա ով ինձ բժշկեց, ինձ ասաց, վերցրու մահիճդ և քայլիր։ Որ ասում է, եկանք հասանք տեղ, այստեղ սկսում է հաջորդ էտապը։ Քո հրաշքի, որ մարդիկ հայտնվում են ու սկսում են խեղտել, ծածկել քո հրաշքը։ Այն որ բժշկությունը կատարվում է, ուզում են բժշկության տեսակետից գտնել մի հատ պատճառ, թե ինչի դու բժշկվեցիր։ Մենակ թե Աստծո գործունեությունը քո բժշկության մեջ կանգնեցնեն, այնպես անեն, որ դու չհավատաս, որ Տերն էր, իրանք էլ հետը չհավատան։ Մերժեն Աստծո միջամտությունը քո հրաշքի մեջ։ Ամեն բան, մարդիկ ամեն բան անելու են, որ չհավատան ու չեն էլ հավատալու։ Սկսում են պատահականություններ, ինչ որ պատահականություններ, ինչ որ սենց բժշկական խորը բաների մեջ են գնում, որ սկսեն գտնել, թե ինչի կարայիր դու բժշկվեիր, կամ այս իրավիճակը որ լուծվեց գերբնական, ինչի կարար այտենց լուծվեր գերբնական։ Մեր գիտեք եկեղեցու ծնունդին տեսակ, որ Կրասնարսկում խմբակ ունենք, մեր աղջիկներից մեկի ամուսինը մեքենա քշում, ես չէի պատրաստել, բայց հասկացա, որ պիտի վկայեմ, ինքը դոմիկներ, մեծ բաներ տեղափոխող վերամբարձ կռունկա քշում, ուզում էի հայերեն ասեի, ու այնպես է ստացվում, որ երբ որ ինքը այդ դոմիկը բարձրացնում է, իր այդ բռնող կրուչոկը, հայերեն չգիտեմ, ջարդվում է ու ընկնում է։ Այնպես է ստացվում, որ այդ օրը իր աշխատողները իր հետ չեն լինում։ Ամեն անգամ աշխատողները դոմիկի տակը կանգնած են ու իրան ուղղորդում են, աջ տանի թե ձախ տանի։ Պատկերացնում եք, այդ օրը ոչ մի աշխատող դուրս չի եկած եղե։ Այդ օրը ինքն ամեն անգամ իջե, դոմիկի կողքը կանգնե, նայե, հետո նստե, բայց կարար դոմիկը ընկներ նաև երբ որ ինքը դոմիկի կողքն էր, կանգնած էր։ Ու նաև, որ դոմիկը այդքան շատ բարձրության վրա չի եղել ու հետաքրքիրն ինչա դոմիկին ոչ մի բան չի եղել։ Ընկնելուց հետո ինքն ասում է մտածում էինք, որ всё, դոմիկը արդեն մնաց, այդ գումարն էլ մնաց մեր վրա, բայց ոչ մի բան չի եղել ու այդ մարդը իր կինն է հավատքի մեջ, ինքը դեռասուն հանդիպած չի, ինքն ասում է, ես չեմ հասկանում, ոնց է տենց ստացվեց, ինչ որ մեկը իմ տեղը գործ էր անում։ Մեկ էլ վդրուկ ասում է, հայտնվեցին ինչ որ մարդիկ, ովքեր օգնեցին, որտեղ չէին վաբշե։
Հանկարծ իմ մեքենան նենց դիրքում էր կանգնած, որ կարայինք այդտեղից հանեինք, քաշեինք։ Ու մի քանի բաներ, որ սենց ինքը զարմացած ասում, ես չեմ հասկանում, ով արեց իմ փոխարեն։ Ինքը չի հասկանում, բայց մենք լավ ենք հասկանում։ Տերը իր հրեշտակներին հրամայել էր, որովհետև իր կինը աղոթքով ամեն օր կանգնած է իր ընտանիքի պաշտպանության համար։ Հա, ոչինչ, մեքենան մի փոքր վնաս կրեց, բայց այդ վնասի ամենանվազագույնն էր։ Բա որ աշխատողները լինեին, բա որ ինքը այդ դոմիկի տակը լիներ։ Մի հատ ճիշտ հայացք ու ճիշտ հանդիպում ու Տերը գերբնական գործում է։ Ամեն։ Ու վերադառնանք, երբ որ ուզում էին լռեցնել։ Այսպիսի մի հատ օրինակ էլ կա, հիշում եք, ի ծնե կույրին, որ հրեաները էլի ուզում էին լռեցնել, որ ինքը չվկայի, որ կույր ա եղել ու Հիսուսն իրան բժշկել է, եկեք կարդանք այդտեղ Հովհաննես 9-րդ գլուխ 17-րդ խոսքից։ Սակայն հրեաները չէին հավատում, թե նա կույր էր, ու սկսեց տեսնել, մինչև որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին եւ նրանց հարցրին. «Սա է ձեր որդին, որի մասին դուք ասում եք, թե կույր է ծնվել։ Իսկ հիմա ինչպես է տեսնում»։ Նրա ծնողները պատասխանեցին ու ասացին. «Գիտենք, որ սա մեր որդին է եւ որ կույր է ծնվել, բայց թե հիմա ինչպես է տեսնում, չգիտենք, կամ թե ով բացեց նրա աչքերը, նույնպես չգիտենք։ Նրան հարցրեք, ինքը չափահաս է, թող ինքն իր մասին խոսի»։ Հետո գրված է, որ ծնողներն ուղղակի վախեցան հրեաներից, քանի որ շաբաթ օրով էր ու վախենում էին ասեին, բայց ասում են մեր որդին է ու գիտենք, որ կույր է ծնվել։ Կույր ծնվել է ու հիմա տեսնում է։ Չէ, իրանք չհանդարտվեցին։ Երկրորդ անգամ կանչեցին կույրին։ Ու նրան ասացին. «Ասա ճշմարտությունն Աստծո առաջ։ Մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։ Հիսուսի մասին են ասում։ Իսկ նա պատասխանեց. «Թե մեղավոր է, ես չգիտեմ, թե բան գիտեմ, մի բան, որ կույր էի եւ այժմ տեսնում եմ»։ Ինչ եք ուզում ինձանից։ Բժշկվել եմ, ի ծնե կույր էի, բժշկվել եմ, թողեք վայելեմ այս աշխարհը, տեսնեմ գույները, տեսնեմ մարդկանց, իմ ընտանիքին, իմ ծնողներին, ի ծնե կույր եմ եղել։ Ինչ եք ուզում։ Ուզում եմ մեղավոր լինի, ուզում եմ անմեղ լինի, ես բժշկվել եմ, ասում եմ։ Կույր էի, հիմա տեսնում եմ, էլ ոչ մի բան չգիտեմ։ Մի խեղդեք, մի փորձեք վերագրել նրան, որ այդ մարդը մեղավորա չէր կարա տենց բան աներ։ Մի փորձեք Աստծո միջամտությունը իմ հրաշքի մեջից հանել, որովհետև Աստված է իմ հրաշքն անողը։ Հիսուսն է ինձ բժշկել։ Կույր էի ու հիմա տեսնում եմ։ Այն ամեն ինչին, որ մենք հավատում ենք, սիրելիներս, այս աշխարհի համար խորթ է։ Որովհետև մարդիկ ուզում են մտքով հասկանալ, բայց նոր կարդացին գերբնական բառի նշանակությունը, որ գերբնականը դա մեր մտքից վերն է։ Աշխարհը ուզում է իր մտքով հասկանա, բայց մենք հասկանում ենք, որ մտքով չենք կարա հասկանանք։ Մեր մտքից վեր է այն ինչը որ Տերը մեր կյանքերի մեջ անում է, մեր գերբնական Տերերի Տերը։ Ամեն։ Հռոմեացիների 8:25 Սակայն եթե ինչ որ չենք տեսնում, նրա հույսն ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։ Մենք խնդրում ենք ու համբերությամբ սպասում ենք, որովհետև հատուցող Աստված ունենք, սիրելիներս։ Այնինչ մտածում ենք, ինչ երազում ենք, Տերը մեզ համար պատրաստում է։ Ասում է աչք չի տես, գրված Աստծո խոսքում, աչք չի տեսել ու ականջ չի լսել, թե ինչա պատրաստել Տերը իրան սիրողների համար։ Սիրում ենք Աստծուն։ Ուրեմն սպասենք։ Տերը պատրաստել է գերբնականը մեր ամեն մեկի համար։ Ամեն։ Եփեսացիների 3:20 Բայց նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քանի որ խնդրում ենք ու իմանում։ Մեր Աստված կենդանի ու գործող Աստված է։ Եկել է ժամանակը տեսնելու Տիրոջ գերբնական գործերը մեր եկեղեցու մեջ, մեր կյանքերի մեջ, մեր քաղաքի մեջ։ Տերը գերբնական է ու շարժվում է։ Մենք պետք է ուղղակի հասցնենք իր հետևից գնանք, սիրելիներս, որովհետև գրված է.
իր զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել։ Մենք այնքան հետաքրքիր ենք, մարդիկս գալիս ենք Տիրոջ մոտ գեղեցիկ բառերով, Տիրոջը նկարագրում ենք, Տեր, դու գերբնական ես, դու ամենակարող ես։ Սենյակից դուրս ենք գալիս ու վերջ, մոռացանք ինչ էինք աղոթում, ու գնում ենք սկսում ենք մեր մարդկային մտածելակերպով մեր հարցերը լուծել։ Բա նոր ինչ էինք անում, ուղղակի հաճոյա խոսում էինք գեղեցիկ բառերով Աստծուն, ինքը դրա կարիքը չունի։ Ինքը կարիքն ունի, որ այդ գեղեցիկ բառերը, որ մենք ասում ենք, ինքը կարիք ունի հավատքի, համբերության ու սպասումի, որ դու այդ բառերը երբ որ ասում ես ու վստահության, վստահում ես։ Ասեցիր, որ գերբնական ա ու ամենակարող ա, ուրեմն դուրս արի սենյակիցդ գնա ու սպասիր Տիրոջ գերբնականությանը, չէ որ խնդրեցիր, չէ որ ասեցիր։ Համբերությամբ սպասենք, մի քիչ անհամբեր ենք, էլի մեր մարդկային էությունն է այդպեսին։ Եբրայեցիների 2:3-4, ապա մենք ինչպես պիտի խուսափենք, եթե այսպիսի մեծ փրկության նկատմամբ անտարբեր լինենք, որը սկզբից Տիրոջ կողմից հռչակվեց, հետո մեր մեջ հաստատվեց նրան լսողների միջոցով։ Աստված այն վկայեց նշաններով, հրաշքներով, տեսակ զորություններով և Սուրբ Հոգու պարգևներով, ըստ իր կամքի կամեցավ։ Սիրելիներս, երբ որ մենք անտարբեր չենք փրկության ակտին, Տիրոջ գործին և մեր մեջ հաստատելով Տիրոջ փրկությունը, Աստծուն ասում ենք, այո, Տեր, ես այստեղ եմ, ես պատրաստ եմ։ Ինքը մեր ճանապարհը ուղեկցում է իր հրաշքներով ու իր նշաններով, իր Սուրբ Հոգու պարգևներով և զորություններով։ Ու սա է հենց մեր Տիրոջ էության գերբնական դրսևորումը, երբ որ մենք կքայլենք, մենք կծառայենք ու Տերը մեզ իր հրաշքներով ու նշաններով կուղեկցի։ Ամեն։ Աստված հավատարիմ Աստված է։ Չեմ դադարի կրկնելուց, ամեն անգամ էստեղից խոսալուց ամեն անգամ կկրկնեմ, Աստված հավատարիմ Աստված է, ու ինքը չի նայում մեր անհավատարմությանը, ինքը հավատարիմ է ու ամեն ժամանակ պատրաստ է իր երկնքի դռները բացի մեր ամեն մեկի համար։ Մենք ուղղակի պիտի ճիշտ հայացք ուղղենք դեպի վեր, հայացք դեպի վեր ու մեր սպասումը պիտի լինի ճիշտ վայրից, մեր երկնային Տիրոջից, մեր արքաների արքայից, մեր գերբնական Աստծուց, ոչ թե մարդկանցից նայելով աջ ու ձախ, այլ նայում ենք մեր Տերերի Տիրոջը։ Մեր հայացքը ուղղում ենք դեպի վեր, Դավիթ թագավորն է, չէ՞ գրում, որտեղից կգա իմ օգնությունը, իմ օգնությունը Տերերի Տիրոջիցն է։ Ամեն այո, մեր օգնությունը, մեր հարցերի պատասխանները, մեր հրաշքները երկնքից է, գերբնականությունը երկնքից է։ Ամեն։ Ու կարող է մեր աչքերին երևացող մի փոքր վկայությունը ուրիշի համար հավատքի մեծ ուժ լինի։ Երբեք մի լռիր։ Ես այսօր ասում եմ շատ ուրախացա, որ կանգնած մարդիկ վկայում են, այո, Հովն էլ ասեց, Տիրոջ խոսքն է ասում, հաղթեցին վկայության խոսքով։ Քո աչքին փոքր երևացող վկայությունը միգուցե ուրիշի համար մեծ հավատքի ուժ կլինի, որ դու կվկայես ու այդ մարդը հավատքով կլցվի ու համբերատարությամբ ինքն էլ կսպասի իր հրաշքին, որը որ Տերը պատրաստել է իր համար։ Ամեն։ Թող ոչինչ մեզ չլռեցնի Տիրոջ փառքը վկայելու համար, որովհետև ինչ որ մեր կյանքերի մեջ լինում է, դա Տիրոջից է։ Կարող է աշխարհը չհավատա, բայց Տիրոջ անվան փառքի համար չդադարես վկայելուց, Աստծո փառքի համար։ Մի փոքր վկայություն ես էլ ունեմ։ Այս խոսքը բայց ստացել եմ այդ վկայությունից առաջ։ Տերը խոսքը տվեց ու հետո մեր կյանքի մեջ իր գերբնականությունը ցույց տվեց։ Հետաքրքիր էր, խոսքը ստացել էի ու ասում էի, Տեր, տեսնես, ինչի հիման վրա եմ կառուցելու ու չանցավ երևի մի շաբաթ ու Տերը
մեծ վկայությունով ցույց տվեց իր փառքը մեր կյանքի մեջ։ Այն որ կարդացինք, որ չենք սպասում, այդ աղոթում ենք, բայց Տերը տվող Աստված է։ Շատ անգամ ենք տեսել մեր կյանքերի մեջ Տիրոջ գերբնականությունը, մեր շրջապատի մեջ եմ տեսել ու Աստված նույնանման գործող Աստված չի, ինքը ամեն անգամ յուրահատուկ ձևով է գործում ու յուրահատուկ ձևով է իր հրաշքը կատարում մեր կյանքերի մեջ։ Մի հատ մարդ զանգեց ինձ ու խնդրեց Աստծո մարդ զանգեց ինձ ու խնդրեց մի հատ գործարք անել իմ անունով, բայց այդ գործարքը համար, որպեսզի ես համաձայնվեի, ես երեխաների համար գումար եմ ստանում պետությունից, այդ գումարը չէի ստանալու, եթե այդ գործարքն անեի։ Բայց քանի որ ինքը Աստծո մարդ էր, ես որոշեցի, որ իրան օգնելու համար ես պատրաստ եմ այդ գումարից հրաժարվել, թող լինի մի քանի ամսով էր, ասի ոչ մի խնդիր։ Մենք կարանք այդ գործարքն անենք, Տերը գիտի, եթե Աստծո մարդու համար է, ես պատրաստ եմ զոհաբերելու։ Մենք պայմանավորվում ենք, անջատում ենք, մի կես ժամ հետո ինձ զանգում են, ասում են, դե վсё, վաղը կգաս, այդ քեզ տեղ կասենք, պետքա նոտար գնայինք, որ այդ գործարքն անեինք։ Ու հաջորդ օրը ինձ զանգում են ու այդ ընթացք, երբ որ ես համաձայնվում եմ, որ հրաժարվելու եմ այդ գումարից ու Աստծո մարդուն օգնելու եմ, իր սրտում Աստված մի հատ բան ա դնում, որ ինձ փոխհատուցի դրա համար։ Երբ որ ինքը որոշում ա կայացնում, որ լսելու Աստծո ձայնը ու այդ փոխհատուցումը տալու ա ինձ, իր այդ գործարքի հետ կապված օրհնությունները կրկնապատկվում են։ Այդ մի քանի որոշում, իմ որոշումը ինձ օրհնեց, մեկ էլ իր որոշումը, որ ինքը որոշեց, որ այդ ինձ օրհնելու է, որովհետև փոքր բան չէր օրհնելու ինձ, իր օրհնությունները Աստված կրկնապատկում է։ Մի 2 ժամվա մեջ տեղի ունեցած բան եմ պատմում։ Հաջորդ օրը ինձ զանգում են, ասում են, արի, էս ինչ հասցեով, նայում եմ այդ հասցեն, նոտարի հասցե չի։ Ասում եմ, լավ, երևի վիեզնոյ նոտարա, կգնանք, կտեսնենք։ Հետո ճանապարհի կեսից, մեր տանից շատ հեռու չէր։ Ճանապարհի կեսից ինձ զանգում են, ասում են, չէ, արի ուրիշ հասցեով, ուրիշ հասցե են տալիս, ասում եմ, լավ, կգանք։ Վահեդ, ենք ենում պասպորտ, բան թղթերս հավաքել եմ, որ գնալու ենք այդ գործարքին, մտնում ենք մի հատ ինքը տուն է, կվարտիրա է։ Ու ասում եմ, պետքա հանձնում ընդունում անենք այս տանը, ասում եմ, շատ լավ, հետնել իրա մարդ կա, ու սենց նայում ենք, ես կանգնած եմ, դե բան չեմ հասկանում, Վահեն շինարական իր բաներով սկսեց նայել, համեմատել, մեր տան նման է, այս սենց այն նենց է, սկսեցին տենց նայել, քննարկել իրար հետ, բան, ես եղելով կանգնած եմ, թե եփ են ասելու պասպորտը տուր, ու այդ պահին այդ Աստծո մարդը բանալին վերցնում է դնում է Վահեի ձեռի մեջ, ասում է, տունը ձերն է։ Փառք Աստծուն։ Մենք այսպես շոկի մեջ կանգնած ենք, բայց ասում ես ինչ եք անում, սենց բան չի կարա լինի։ Գիտես սիրելիս, կարա լինի։ Երբ որ մենք քայլում ենք Աստծո հետ, կարա լինի։ Մի հատ հնազանդություն։ Գիտես, այնպես չի, որ իմ համար այդ գումարը երեխեքի համար որ ստանում եմ, կարևոր չէր։ Իրոք կարևոր է, բայց ես պատրաստ եմ մի 6-7 ամսով հրաժարվել այդ գումարից, բայց Տիրոջ ծառային օգնել։ Ես պատրաստ էի զոհաբերել։ Ինքն էլ պատրաստ էր իր այդ գործարքի մեջ այդ տունը նվիրել մեզ։ Փառք Աստծուն։ Գիտեք, իսկապես շրջապատում չեն հավատում։ Ես սկսեցի վկայել իմ
բարեկամների, հարազատների մեջ, որովհետև դասո փառքի մասին ու ես մանավանդ Աստծուն չճանաչող մարդկանց մեջ ավելի շատ է պետք է ձև վկայությունները պատմել, որ Տերը տեսեք ինչեր կարողանի, որովհետև ինձ եղել է որ շատ են հալած իմ հարազատների կողմից իմ հավատքի համար, իմ Աստծուն գալու համար, իմ եկեղեցուն ծառայելու համար, շատ բաների մեջ են ինձ հալածել, շատ նույնիսկ ինձ մեղադրել են իմ հավատքի մեջ, իմ երեխային կորցնելու մեջ, շատ բաների մեջով եմ անցել, հալածանքների, ու ես ուզում էի, որ իրանց ցույց տայի Տիրոջ փառքը ու սկսեի վկայել, ու մեկ էլ մեկին վկայում եմ, ու որ վկայում եմ անդադ Աստծո անունը շեշտում եմ, ասում եմ, Տերը իր հետ խոսած, Տերը իմ հետ խոսած, ու այդ տունը ռեմոնտ արած չի, ու ասում եմ, բա դուք էլ ասեիք, դե որ Աստված այդքան բան քեզ ասել է, մեզ էլ ասել է, որ այս տունը ռեմոնտ արած պետք է լինի։ Սենց ասում եմ, էլի բան կթան ասել, ոնց որ հրեաները չեն կույրին ասում են, մի հատ լա ճիշտն ասա, մեղավոր են մարդ, այդ նույն ձևով էլ ինձ ուզում են, որ մի բան էլի մի սենց շեղում բերեն այդ ամեն ինչի մեջ։ Ասեցի, մտքիզ մեջ իրան բան չասեցի, ասի իմ Տերը էդ էլ կհոգա։ Ու անցել է դրանից ժամանակ, երբ որ թղթաբանության սաղ հարցերը վերջացրեցինք, ես դուրս եկանք, մի քիչ երկար տևեց այդ պրոցեսը, մեզ ասում են, մենք ձեզ օրհնում ենք սերտիֆիկատ, որ դուք այդ տունը ռեմոնտ անեք։ Ասում եմ, այո, Տեր, ես այդ դրա պատասխանն էր, այո, իմ Տերը լսեց, շատ էիր ուզում, որ իմ Աստված ռեմոնտ արած տար ինձ այդ տունը, էդ էլ անում, փառք Աստծուն, գիտեք, բայց մի հետաքրքիր բան, մինչև հրաշքը, մի օր առաջ, Վահեի հետ անցնում ենք այդ շենքերի կողքով, Վահեն ասում է, արև, չգիտեմ ինչի սկսել է այս կոմպլեքսը դուրը շատ գալը, կարողավ սյոտիկի մի բան նայենք այս կոմպլեքսի վրա, ու հաջորդ օրը մեզ այդ կոմպլեքսում տուն են նվիրում, ու հենց այդ օրը, երբ որ ինքը ինձ այդ ասեց, ես ասեցի, վավ, Աստծուն սիրում ես, ասեց հա, ասեց, բայց ինձ թվում Աստված ինձ այդքան է չի սիրում, ինձ Աստված ասեց, յոլայա տան, ես սենց սենց ոնց որ յոլայա տանում, սիրտս մի կերպ սենց տանում է էլի, ձեռի հետ սենց, նեղվեցի շատ ճիշտն ասած, այդ պահին ու սենց սիրտս տխրեց, ասի Տեր, ցույց ես տալու այնպիսի մի բան մեր կյանքի մեջ, որ Վահեն տենա երևալի ձևով, որ դու իրան շատ ես սիրում, հաջորդ օրը Տերը ես հրաշք անում է մեր համար, ու ավտոյի մեջ ինքը սենց հուզված նստած ասում եմ, տեսար իմ Տերերի Տիրոջ, ամեն փառք Աստծուն, այնքան հրաշքներ կա կապված այս վկայության հետ, ես մեկն էլ ասեմ ու հիշում եք, որ ասեցի սկզբից մի հասցե ասեցին, հետո ուրիշ հասցե, սկզբից որոշել էին ուրիշ տուն, բայց այդ մարդը այդ պահին աղոթել էր ու որոշել էր գնալ այն մյուս տունը, մենք բարձրանում ենք, չենք բարձրանում, մենք արդեն դուրս ենք գալիս, արդեն գիտենք, որ այդ մեր տունն է, մենք տեսնում ենք, որ տան համարները իմ մեքենայի համարներն է, փառք Աստծուն, իսկապես երևի կեսն էլ մոռացա այդ վկայության մեջ, թե ինչքան հաստատություններ ու վկայություններ կան հենց այդ վկայության հետ կապված, ես մի բան գիտեմ, մեր Աստված խեղճ Աստված չի, մեր Աստված տկարության ու թուլության Աստված չի, սիրելիս այնպես չի, որ հիմա Աստված այսպիսի հրաշք է արել ու կանգնել եմ սենց անպագորգոր խոսում եմ, չէ, Դուք գիտեք, տեսել եք, թե ինչպես եմ ես ծառայում, ինչպես եմ իմ Տիրոջ հետևից վազում, իմ համար կապ չունի, իմ համար
կարևորը որ ես վկայեմ, որ Տերը իմ կյանքի մեջ կենթանի է այո գործում է, այն որ կարողանամ շրխկացնել մարդկանց դեմքին, տեսեք իմ Աստծո էությունը, այո իմ Աստված տկարության, թուլության, խեղճի Աստված չի, հավատացյալը խեղճ չպիտի լինի, տկար չպիտի լինի, այլ հավատացյալը զորությունների տերերի տիրոջով զորացած ուժեղ հավատացյալա լինելու։ Այո, տեսնելու են մեր շրջապատի մեջ, որ մեր Տերը մեզանում գործում է, որ մեր Տերը գերբնական Աստված է, ու մի հատ ինչ-որ խղճուկ Աստծո չենք պաշտում, այլ գերբնական զորությունների տերերի տիրոջն ենք պաշտում։ Ամեն, ու այն Աստվածն է, ով որ ամեն ժամանակ իր զավակների կյանքի մեջ ցույց է տալիս իր փառքը։ Տերը հավատարիմ է, սիրելիներս, Տերը հատուցող Աստված է։ Կխնդրեմ փառաբանության թիմը բարձրանա, ամեն։ Մենք պիտի կոտրենք այդ կարծրատիպերը, որ հավատացյալներին խեղճ են տեսնում։ Մենք լինելու ենք այն եկեղեցին, որ կոտրելու ենք այդ կարծրատիպերը մեր շրջապատի մեջ։ Մեր տերերի Տերը գերբնական գործող Աստված է, ու ինքը պիտի իր փառքը պիտի երևա մեր կյանքերի մեջ, մեր եկեղեցու մեջ։ Նորից եմ հռչակում, այո, եկել է ժամանակը տեսնելու Տիրոջ գերբնական գործերը մեր կյանքերի մեջ, մեր եկեղեցու կյանքերի մեջ, մեր քաղաքի մեջ եկել է սիրելի ժամանակը։ Տերը շարժվում է, մնում է մենք հասցնենք իր հետևից վազենք, այն ինչ որ սպասում ենք, այն ինչ որ խնդրում ենք, Տերը առատորեն ավելիով հատուցող Աստված է, չխեղճանաս, չտկարանաս, չկանգնես, Տերը զորությունների Աստված է, մեր մատակարարումը երկնքից է, ամեն, Տերերի Տիրոջից է մեր մատակարարումը։ Եկեք կանգնենք ոտքի։ Ուզում եմ կարդալ Սաղմոս 136-ի 3-4-ը։ Գոհացեք տերերի Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը, նա է միայն մեծամեծ հրաշքներ գործում, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը, ոչինչ թող չլռեցնի մեծ, Տերն է հրաշքներ գործողը, Տերն է ամեն բան անողը, այո, մարդիկ կարող են օգտագործվել Տիրոջ կողմից, բայց անողը տերերի Տերն է, գոհանանք տերերի Տիրոջից, որ ինքն է հրաշքներ մեծամեծ գործող հրաշագործ Աստվածը։ Ուզում եմ մի երգ վերցնենք հիմա միասին, սիրելիներս, պիտի հռչակենք, որ մեր Տերը այո գերբնական զորությունների Աստված է։ Ուզում եմ հավատքով հռչակես, ու այն հրաշքին, որ սպասում ես, խնդրում եմ, մի պահ կանգ առ ու ասա. Տեր, ես վստահում եմ քեզ, մարդկային միտքը դիր մի կողմ, ու Տերը պատրաստ է լրացնելու քո կարիքները իր գերբնականությունով ու իր զորությունով։ Հալելույա։